Ինչ հրաշալի օր է, չէ՞ այսօր։ Կողքինիդ խնդրելու եմ մի խոսք ասես, մի խոսք չէ, մի քանի նախադասություն։ Ասա այսօրվա խոսքը հարգելիս մտքումդ, հա, լսեք, միջև ավարտեմ նոր ավարտեմ։ Տեսեք, ասեք այսպես, ասեք այսօրվա խոսքը իմ հարգելին։ Երբ որ լսես, խնդրում եմ ինձ քո մտքում չվերցնես։ Քեզ է պատկանում։ Եվ քեզ էլ ասա այսօրվա խոսքը քեզ է պատկանում։ Այսօրվա խոսքը քեզ է պատկանում։ Մեր ամերիկացիներին էլ ասեք, որ ասեն անպայման թարգմանություն, ասել եք, այո, քեզ է պատկանում, այսօրվա խոսքը ձեզ է պատկանում։ Ամեն։ Հա, փառք Տիրոջը։ Այսօրվա խոսքը փաստորեն քեզ է պատկանում։ Կողքինիդ համար չի։ Ամեն։ Սա փաստ է, չէ՞։ Հա, սա փաստ է։ Մենք կողքինին չենք վերցնում։ Եվ հիմա ուզում եմ, ես վստահ եմ, դուք ուրեմն, ես վստահ եմ, դուք լսած կլինեք Մարկոս ավետարան, ուրեմն Մարկոս ավետարանի 11-րդ գլխում այսպիսի պատմություն կա, 12-ից 14 խոսքերը։ Հետևյալ օրը, երբ որ Բեթանիայից դուրս էին գալիս, նա սովեց եւ հերվանց մի թզի ծառ տեսնելով, որ տերևներ ուներ, գնաց, թե արդյոք նրա վրա մի բան կգտնի, եւ երբ որ եկավ, մի բան չգտավ, բայց միայն տերևներ, որովհետև թզի ժամանակը չէր։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. այլևս ոչ ոք քեզանից հավիտյան պտուղ չուտի։ Եվ նրա աշակերտները լսում էին, ընդամենը լսեցին։ Հիսուսը մի բան ասեց, գնաց տեսավ թզենին պտուղ չի տվել, ու Հիսուսը ոնց որ այսպես ասեց, թող այլևս ոչ ոք քեզանից պտուղ չուտեն։ Ու նորից գնացին իրանց գործով։ Ուրեմն հետո հիմա շարունակությունը կարդանք 19-րդ խոսքից 24 խոսքը։ Եվ երբ որ իրիկուն եղավ, քաղաքիցը դուրս եկան եւ առավոտանց անցնելիս տեսան այն թզի ծառը արմատիցը չորացած։ Պետրոսը հիշելով ասեց նրան. «Ռաբի, տես թզենին, որ անիծեցիր, չորացավ»։ Տեսեք, եկեք ստեղ մի խոսքի վրա մի քիչ ուշադրություն բերեմ ձեզ։ Հիսուսը չասեց անիծում եմ։ Ուղղակի ասեց թող էլ ոչ մեկ պտուղ չուտի։ Չասեց անիծում եմ։ Նկատեք, այստեղ ուղղակի ուշադրություն բռնենք, հա, այստեղ։ Ինքը, բայց Պետրոսը ներկայացնում ասում է. «Ռաբի, որ դու անիծեցիր, ասում է։ Ռաբի, այն թզենին, որին անիծեցիր, չորացավ»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Աստծո հավատքը ունեցեք»։ Աստծո հավատքը ունեցեք։ Այսինքն դա մարդկային չի, աստվածային է, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի վեր կաց եւ ծովը ընկիր եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է կլինի նրան, կլինի ինչ էլ որ ասի։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ես ուզում եմ այստեղ ոչ թե շեշտը դնենք աղոթքի վրա, այլ խոսքի, խոսելու, լեզվի եւ այս ամենի շուրջ խոսենք։ Հիմա, եթե մենք այս ամենը հիմա վերլուծենք, ստացվում է այս ամբողջ խոսքը ինչի վրա ենք շեշտը դնում։ Այս ամեն ինչ, որ հիմա փորձենք քննարկենք, վերլուծենք, այս ընթացքը ինչ վերլուծություն կարելի է բերել։ Շեշտը ինչի վրա էր։ Շեշտը ամբողջ խոսակցությունը ինչի վրա էր։ Խնդրում եմ անկեղծ ազնիվ թեկուզ սխալված լինես, ոչինչ նորմալ է, ասեմ չէ։ Ինչի մասին էր խոսքը։ Նորից, հա, չէ, հավատքի մասին չի։ Ինչի։ Խոսքի, խոսելու, չէ։ Այսինքն խոսք խոսելու, լեզվի, չէ։ Լեզվով ինչ որ մի բան ասելու, խոսք, արտաբերելու, ինչ որ մի բանի շուրջա, ճիշտ է։ Ինչպես որ հարսանիք, երբ որ հարսանիք են գնում, տարբեր մարդիկ, տարբեր բնավորության գծերով մարդիկ գալիս են, բնույթը, շեշտը ինչի վրա է այնտեղ։ Ոչ, շեշտը ինչի վրա է, խնդրում եմ, ազատ, ազնիվ, անկեղծ, մի վախեցեք։ Հարսի ու փեսի, չէ։ Հարսին ու փեսի համար ենք, չէ՞ գալի։ Հիմա այս խոսքի մեջտեղում գտնվող գաղափարը Հիսուսը ուզում էր շեշտը տեսնենք լեզվից դուրս եկած խոսքի արտաբերանքի վրա։ Հիսուսը սա էր ուզում, որ աշակերտները տեսնեն։
Ոնց որ հարսանիքի մեջից հարսին ու փեսին որ դուրս քաշես, նյութը չի նկատվում, չի հասկացվում։ Աղոթքի մեջ հավատքով խոսքը արտաբերվում, խոսքի լեզվի վրա է շեշտը նշանակությունը դրվում։ Համաձայն եք։ Ես փորձեմ մի քիչ շարունակեմ։ Հիմա ուզում եմ ձեզ հարց ուղղեմ. ով է ուզում լավ կյանք ունենալ։ Հա, լավն է, համարձակորեն ձեռքը բարձրացրեց։ Բոլորս էլ ուզում ենք, չէ՞։ Համաձայն չեք, որ բոլորս ուզում ենք։ Հիմա ուրիշ հարց. ով կուզեր իր կյանքը փոխվեր։ Եկանք ավելի ուրիշ հետաքրքիր տեղ։ Տեսեք, բոլորս, որ գլոբալ սենս նայում ենք, ընդհանրական սենս մեծ, կուզենք լավ կյանք ունենանք, հա։ Բայց այսօրվա կյանքի այսօրվա ինչի մեջ որ ես կամ, դրա փոփոխությունը նորից մենք վստահաբար կուզենք, ճիշտ է, սա էլ է փաստ, ճիշտ է, շատ լավ է։ Հիմա եկեք տեսնենք Աստվածաշունչը մեզ ինչա առաջ քաշում, ինչա ցույց տալիս եւ ինչ սովորություններ է մեզ սովորացնում։ Ուրեմն Սաղմոս 34-րդ գլուխը 12 խոսքը այսպես ասում. ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր ես սիրում, բարություն տեսնելու համար, չէ՞։ Ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր ես սիրում, բարություն տեսնելու համար, չէ՞։ Առաջ մի գնացեք, եթե մեկը գիրք է բացել, առաջը մի կարդացեք դեռ, հեսա կկարդանք միասին։ Հիմա նոր քիչ առաջ ձեզ հարցրեցի, օրինակ դուք ինչ եք ուզում, ով է ուզում լավ կյանք ունենալ, ճիշտ է։ Հիմա եկեք մի հատ թեթև քննարկումներ անենք, էլի թեթև, կարճ արագի մեջ։ Օրինակ մեզանից քանի տոկոսն է կարծում, բայց շատ եմ խնդրում։ Մենք սկզբում նորից հիմա մի հատ հիշացրու կողքինիդ, ասա հիշում ես, չէ, որ ինձ չես մտքումդ վեր ծանելու։ Ասա շատ եմ խնդրում։ Ասա հիշում ես, չէ, որ ինձ չես վեր ծանելու քո մտքում։ Հիշում ես, չէ, դու չասեցիր ինեսա։ Ասա լյովա հիշում։ Լյովա դու էլ չասեցիր։ Հիշում ես, չէ, որ ինձ չես քո մտքում հիշելու։ Հիմա տեսեք, հիշում եք, որ մենք էսի վերցրեցինք, այո, հիմա ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր սիրում ենք լավ օրեր ունենալ, այո, բարություն տեսնելու համար ուզում ենք բարություններ տեսնենք, ոչ թե դրսևորենք, ուզում ենք տեսնենք, ճիշտ է, ուզում ենք, չէ, հիմա եկեք Սաղմոսը կարդանք, էդի ասեց, հիմա եկեք կարդանք առաջի Պետրոս 3-րդ գլխի 10-րդ խոսքը, որը Պետրոս եղբայրը ինքը մեջ է բերել այ Սաղմոսից, այս Սաղմոսից է վերցրել ինքը, բայց ինքը ուրիշ ձևակերպում է տալիս այնտեղ, որովհետև ով որ կամենում է կյանք սիրել եւ լավ օրեր տեսնել, ճիշտ է, որովհետև ով ուզում է սիրել եւ լավ օրեր տեսնել, նկատում եք նախապայմանը առաջ քաշում։ Պետրոսը արդեն նախապայմանը առաջ քաշում։ Համաձայն եք այստեղ։ Շարունակություն կա, այս խոսքը չի ավարտվել։ Հիմա եկեք մի հարց էլ ես ուղղեմ ձեզ, ձեր կյանքերում, ինչի մեջ որ հիմա դուք կաք, ով ինչ տարիքում որ գոյություն ունի իր տարիքը, ինչի վիճակի մեջ ամուսնացած ես, մեծ ես, տարիքդ հասած է, թուխ ես, նոր ընթացքի մեջ ես, դուք հիմա ինչ պատկերացում ունեք, ինչի պատճառով եք դուք այդ նոր քիչ առաջ որ հարցրեցի, ով կուզեր իր կյանքը փոխվեր։ Ասեցիք բոլորը, ճիշտ է, մեծամասնությունը գոնե ամենակիչը։ Հիմա ով ինչի մեջ որ կա, ինչ եք կարծում, խնդրում եմ, հիմա մտքումդ մի խոսա, ուղղակի մտքումդ մի հատ անցկացրա, առնվազն եթե ոչ մի քանի հոգի կա մեղավոր, առնվազն գոնե մի հոգի կա մեղավոր, որ դու այդ վիճակի մեջ ես։ Ճիշտ եմ ասում, եթե ճիշտ եմ ասում, խնդրում եմ թեթև ձեռքդ բարձրացրա։ Եթե ճիշտ եմ, խնդրում եմ մի քիչ պահի ձեռքդ, եթե ճիշտ եմ ասում, այո, կա այդպեսի բան։ Այսինքն ստացվում է, որ մենք ինչի մեջ որ կանք, այդ մեղավորության զգացողությունը մենք գիտենք, որ հաստատ իրա պատճառով ենք, որ մենք սենց ենք։ Եթե ոչ, որ դա էլ չլինի,
գոնե ամենակիչը երկար ժամանակա եկեղեցում ենք, Աստծո հետ ենք ապրում, գոնե զարմացած ենք, թեխի Աստված չի փոխում իմ կյանքը։ Այ մարդ, ես ինչ բան պետք է, ես ինչքան սենց ապրեմ։ Կա այսպիսի բան։ Այս երկրորդ միտքի մեջ մարդիկ կան, խնդրում եմ ազնիվ լինենք, այսօր բժշկության օր է, այսօր հրաշագործության օր է, Տերը նորոգելու է մեզ, կան այսպիսի մարդիկ։ Փառք ես Տեր Աստված։ Հիմա եկեք կարդանք շարունակությունը։ Ուրեմն առաջի Պետրոս 3:10-12-ը կարդանք։ Առաջի Պետրոս, հիմա սրա շարունակությունն ենք կարդալու, հարգելիներս։ Առաջի Պետրոս 3:10-12-ը կարդանք, որովհետև ով որ կամենում է կյանք սիրել եւ լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուր պահի եւ իր շրթունքները որ նենգություն չխոսեն, չարիցը ետ քաշվի եւ բարի անի, խաղաղություն որոնի եւ նրան հետևի, որովհետեւ Տիրոջ աչքերը արդարների վրա են եւ նրա ականջները դեպի նրանց աղոթքին, Տիրոջ երեսը չարագործների վրա են։ Մի րոպե, հիմա մենք չարագործ ենք։ Ոչ, մենք չարագործ չենք, այս պահին չենք, բայց երբ որ Աստծուն հաճելի բաներ չենք անում, չարագործության մեջ հայտնվում ենք այդ պահին։ Եղբայր ջան, բայց ներողություն, բայց այդպես է։ Ներողություն, բայց այդպես է։ Հիմա ես խոսքերով կփորձեմ հիմնավորեմ իմ ասածը։ Ուրեմն հիմա եկեք կարդանք Սաղմոս 34:12-15 խոսքերը։ Սաղմոս 34, 12-15 խոսքերը։ Հիմա եկեք կարդանք։ Ես հիմա ուղղակի մի հատ հիմա ֆունդամենտալ sense բանը հիմքային բաներից կխոսենք, հետո մի քիչ առաջ կգնանք ու հետո ավարտին կհասնենք հաստատ։ Ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր սիրում բարություն տեսնելու համար, պահիր քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Հեռացիր չարիցը եւ գործիր բարին, խնդրիր խաղաղություն նրա ետևից գնա։ Տիրոջ աչքերը արդարների վրա են, 15-ը չէինք գրել, ճիշտ է կարծեմ, թե գրել ենք։ Նրա ականջները նրանց աղաղակի վրա։ Այսինքն Աստված մեզ խոստանում է, որ նրա աչքերը կլինեն արդարների վրա։ Հիմա եկեք այսպես, ես մի քանի տարբեր թարգմանություններում նայել եմ, ուրեմն ինչպես է տարբեր թարգմանությունները ինչպես են ասում։ Հիմա մենք փորձել ենք Լյովի հետ, փորձել ենք էկրանին դնենք, տեսնենք կստացվի։ Ուրեմն տարբեր թարգմանություններում այսպես ասում. լեզուն լուր պահի չար բաներ խոսելու, չար բաներ չխոսի։ Լեզուն լուր պահի չար բաներ չխոսի։ Երկրորդը լեզուն լուր պահի նենգություն չխոսի։ Լեզուդ չարախոսության մի ծառայեցրու, թող լեզուն դադարեցնի չարախոսությունից։ Ճիշտ է, այդպես է ասվում, տարբեր թարգմանություններում տարբեր ձևերով է ներկայացնում, տարբեր թարգմանություններում տարբեր ձևերով։ Հիմա, լավ կյանք բարի օրեր մեր համար, որպեսզի մենք ունենանք, եկեք հասկանանք, մի հատ մեր երազանքը մի հատ վերանայենք, էլի օրինակի համար, լավ կյանք բարի օրեր, ասելով մենք ինչն ենք հասկանում, օրինակ լավ կյանք բարի օրեր, լավ ընտանիք, կինը լավ ամուսին, տղամարդը լավ կին, ճիշտ է, լավ երեխաներ, լավ ֆինանսական վիճակ, ճիշտ է, լավ հարս, իհարկե, այո, իհարկե, լավ հարս, ինչի ոչ, լավ մեքենա, ճիշտ է, ինչու ոչ, հարգելներս, լավ առողջություն, ճիշտ է, այս ամեն ինչը, ինչ է կարծում, Աստված, որ մարդուն ստեղծել է, այս ամեն ինչը հաշվի առել է, խնդրում եմ, անկեղծ լինենք, այս ամեն ինչը հաշվի առած է մեջը, հա, բայց եկեք փաստենք, էլի Աստծո առաջ գանք, մենք հիմա Տիրոջ ներկայության մեջ ենք եւ Տիրոջ հոգին պարտադիր չի այսպես սրսուր անցնի վրաներով զգանք այսպես մի sense արտառոց բան, որ մենք հասկանանք Տիրոջ հոգին այստեղ է։ Չէ, Տերը խոստացել է, որտեղ 2-3 հոգի իմ անունի համար դուք հավաքվեք, ես ձեր մեջ եմ լինելու։ Այստեղ է Տիրոջ հոգին։
Եվ Տիրոջ ներկայությունը էստեղ է։ Հիմա այս ամենը ինչ եք կարծում, Աստված հաշվի առել էր, որ մեզ պիտի տա, որովհետև ինքը մեզ խավարի մեջից, սատանայի ճանկերից, ստրկության տնից է վերցրել եւ վերել է իր տուն։ Այստեղ կան մարդիկ մի տարի ապաշխարած, նոր 1 տարի ապաշխարել։ Չունենք կարծես։ 2 տարի ապաշխարած մարդիկ ունենք, որ թվեր ասեմ, ձեռք բարձրացրեք։ 3 տարի մարդիկ ունենք ապաշխարած։ 4 տարի, 5, 6, 7, այս բոլորը հին եք, փաստորեն։ Ինչ լավ տեղ եմ, ամենանորը ես եմ, փաստորեն։ Ես 27 տարի ապաշխարել, դուք ուրեմն 30 ունեք, 30-ից բարձր է ձեր մոտ, ինչ հրաշալի է։ Հիմա տեսեք, բայց կարծես թե այսօր անկեղծության, այսօր լուսաբան, շատ լույս թող գա մեր կյանքի վրա, այսօր թող շատ լույս կա։ Շատ լույս կա, որ խավարը տեսնենք, որտեղ է այդ խավարը եկել, թաքնվել, հետ եղել է մի ծածկված բան կամ խոհանոցում են հետևից քաշում ես, մեկ տներ են լինում, չէ, որ քաշում ես մեկը փախան, տոմուկա, խավարասերներ են, հա, մեկ էլ լինում է խոհանոցի այդ բանը հաշում եք, այդ խոհանոցի այդ կահույքը քաշում ես, ես էլ ասում եմ, ես քթալը ուր անգել, կա չէ այսպեսի բաներ, որտեղ մեր կյանքում շատ հաջողվածություններ, օրհնություններ թաքնված ընկած են այս կողմենքով, մենք չենք իմանում, թե որտեղից ոնց վերցնենք այդ օրհնությունը, ասեք, որ ճիշտ եմ ասում, փառք Տիրոջը, հիմա, եկեք, որպեսզի մի քիչ ավելի պարզեցնեմ ես ուզում եմ մի քիչ ավելի, դեռ հələ որ հիմքի մասին ենք խոսում, մենք բնույթի մասին չենք խոսում։ Ես այս ամեն ինչը ներկայացնելով ուզում եմ ձեզ, հիմա գալիս ենք մի տեղ, մի հրաշալի տեղ ենք գալու, որ մենք հասկանանք, որ Աստված ամեն գործիքները, ինչ որ քո շրջապատում, որ ուզում ես օրհնություն, հաջողվածություն ունենաս քո կյանքի համար, ամբողջը քեզ է տվել։ Աստված հենց քեզ է օրհնելու քո միջոցով։ Իր խոսքը արդեն ուղարկված է ձեզ, եւ դուք իր խոսքով եք լուսավորվելու։ Ձեր միտքը իր խոսքով պիտի լուսավորվի, որ դուք հայտնություն ստանաք։ Հակոբոս 3-րդ գլուխ 9-րդ խոսքից 12-րդ խոսքը։ Նրանով օրհնում ենք, այսինքն բերանով, մեր լեզվով, մեր խոսքով, ոնց որ Հիսուսը ասեց, օրինակ ասեց, Հիսուսը ասեց, այլևս ոչ մեկ թող չուտի քո պտուղը, ու շրջվեցին, Պետրոս ասեց, Տեր, որ դու անիծեցիր այդ ծառին, այսինքն այդ խոսքը, որը բացասական ֆոնի վրա հնչեց, դա անեցքա։ Ես սկսում եմ ձեզ վախացնել, բայց սա ճշմարտություն է, ներողություն եմ խնդրում, բայց ես վստահ եմ այսօր օրհնություն ենք մենք բռնելու Տիրոջ խոստմունքի մեջ ընդունելու։ Հիմա, եկեք մի քիչ շարունակենք, այս խոսքը կարդանք։ Նրանով օրհնում ենք մեր բերանով Աստծուն եւ Հորը, նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությունով են ստեղծված։ Միևնույն մեր բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անեծք։ Պետք չէ, եղբայրներս, որ սա այսպես լինի։ Ստեղ կանգնենք, չշարունակենք։ Պետք չէ, եղբայրներս, որ այսպես լինի։ Ես հիմա նույնը ուզում եմ ձեզ ասեմ։ Եղբայրներս, քույրերս, պետք չէ, որ այդպես լինի։ Մենք սրա մասին պիտի ծայրահեղ ուշադրության մեջ գտնվենք։ Դա նման է, գիտեք ինչի։ Դա նման է սրան։ Օրինակ, դուք ծայրահեղ զգուշություն պիտի ունենաք, կարծես թե ձեր երեխային, որ առավոտյան ձմռանը ուղարկում եք դպրոց, նրան առանց վերարկու դուրս կհանեք, խնդրում եմ պատասխանեք, առանց վերարկու դուրս կհանեք այդ երեխային։ Ոչ, ինչու, որտև պետք չի այդպես անել, չի կարելի, այստեղ ժխտական մի հատ գործոն կա, որ պետք չի կարելի, այդպես չի կարելի անել։ Չի կարելի այդպես անել,
Դա ընդունելի չի ասել, գիտես, եղբայր ջան, գիտես, ես այնքան շուշուտ եմ մեղքի մեջ ընկնում, հովիվ ջան։ Չի կարելի այդպես անել։ Գիտես, որ ինձի միշտ բան են արել, որ տես նեղացել, այստեղս ոնց որ դառը բան մնացած էլի, ու ես անընդհատ դրա մեջից եմ այտենց բան անում։ Չի կարելի։ Դա ընդունելի չի։ Դա ոչ թե ընդունելի չի, դա քո որոշումն է վերջը։ Դու ես որոշում այդպես անես, թե չանես, բայց դրա վրա Աստված չի կարող օրհնություն հանգցնել քո վրա։ Դրա պատճառով։ Շարունակում եմ ես 11 խոսքը։ Միթե մի աղբյուրից նույն ակից քաղցր եւ դառ ջուր կբխի։ Իհարկե ոչ։ Կողքինիդ ասա դեր քո համար է խոսում, իմ համար չի խոսում։ Իհարկե ոչ, հարգելիս։ Ոչ, մի աղբյուրից քաղցր եւ դառը ջուր չի կարա բխի։ Այդպես բան չի լինում, հարգելներս։ Բա եղբայր ջան, բա մեզ էլ ասեցին Աստված, որ որդուն ուղարկել է, քեզի փրկել է, արդեն ամեն ինչի գինը վճարված է, դու այտենց էլի քո բերանդ այտենց ոնց ուզում ես շախտուր։ Այն որ անիծում էիր, էլի այտենց ինչ ոնց կա այտենց դու մնա, դու մի փոխվի։ Աստված քեզ սիրում է։ Ոչ։ Ներողություն, ոչ։ Ես ուզում եմ այսօր ձեզ սթափեցնեմ։ Թույլ տալիս եք, չէ՞, ով ջան, թույլ տալիս եք։ Որովհետև դա նման է, գիտեք ինչի։ Դա նման է մի բանի, որ դու նոր այն կողմից եկել ես, այս կողմ, գիտես, որ այս այն կողմը, որ շրջվում են, մութ այն կողմը, բան չի երևում։ Եվ այդ կողմում փոս կա, խորը փոս կա։ Եվ դու նոր ես եկել, այն կողմը տեսել ես փոս կա։ Եվ այստեղ մեկը ոգևորված, վերակացել, գնում ասում ես, ամբողջ ուժով գնամ ենքով շրջվեմ գամ, ասում ես մի գնա չես կարա էլ հետ գաս, ասում չէ, հեսա գնում եմ գամ, հետ կգա ինքը, ոչ, բա ինքը չկանգնի ամբողջ ձայնով աղաղակի ասի, մի գնա այնտեղից ելք չկա, հետ չկա գալու ճանապարհ, հասկանում եք ինչի մասին եմ ասում, փառք ես Տեր, շնորհակալ ենք քո սուրբ ներկայության համար։ Միթե մի աղբյուրից նույն ակնից քաղցր եւ դառը ջուր կբխի։ 12 խոսքը միթե կարելի է եղբայրքս, որ թզենին, եկեք այստեղ ուշադրություն դարձնենք, թզենին ձիթապտուղ բերի, կամ որդը խաղողը թուզ բերի, այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել։ Եկեք այստեղ ավելի մանրամասն նայենք, միթե կարելի է եղբայրս թզենին, մենք կարող ենք այն հերթականությունը դնել, թզենին ձիթապտուղ բերի կամ որդը թուզ, թզենի, ձիթապտուղ եւ խաղող, այս 3 պտղաբեր տարբեր բաների մասին է խոսում եղբայրը, բայց 3-ն էլ պտուղ են բերում, նկատում եք 3-ն էլ պտղաբեր են, 3-ի հետևանքը արդյունավետ է, բայց փաստորեն, տեսեք ինչ է օրինակը, հետաքրքիր ձևով է ինքը բերում, միթե կարելի է եղբայրներս, որ թզենին ձիթապտուղ բերի, կամ խաղողը թուզ, թզենին, միթե թզենին, էլի քաղցր է, ձիթապտուղ բերի, կամ խաղողը թուզ բերի, կարելի է այսպիսի բան, ոչ, հիմա որպեսզի այս 3-ի համադրության մեջ ավելի պարզություն բերեմ ձեր մտքի մեջ, որպեսզի հասկանաք, սա ինչի մասին է ուզում Պետրոս եղբայրը ասի, Հակոբոսը ներողություն, հիմա ես ուզում եմ մի քիչ ավելի շատ հետ գնանք, շատ,
այնքան հետ գնանք, որ մինչև դատավորած գրքերը։ Դատավորած գրքերում ուրեմն այսպիսի մի պատմություն կա, չեմ ուզում այդ պատմությանը անդրադառնամ, ես ուզում եմ մի առակի տեսքով թագավոր դատավոր կարգվելու ենթակա մի մարդ առակի տեսքով այսպիսի մի օրինակ է առաջ բերում եւ ինքը հենց ինքը այս առակը պատմում է եւ այս առակը շատ նման է այս նույն համադրությունների մեջ գտնված պտղատու ծառերին։ Ես հիմա կկարդամ, ես կխնդրեմ ես կկարդամ, թող սա մնա, Լյովա ջան, թող սա մնա, ես կկարդամ այդ դատավորած 9-րդ գլուխ 8-րդ խոսքից մինչև 15-րդ խոսքը։ Ծառերը գնացին, որ իրանց համար մի թագավորոց են, եւ ձիթենիին ասեցին, մեզ վրա թագավոր եղիր։ Բայց ձիթենին նրանց ասեց, իմ պարարտությունը թողեմ, որ ինձանով պատվվում են Աստված, մարդիկ եւ գնամ ծառերի վրա իշխեմ։ Ծառերը թզենիին ասեցին, դու եք մեզ վրա թագավոր եղիր։ Եվ թզենին ասեց նրանց, իմ քաղցրությունը եւ իմ լավ պտուղը թողեմ եւ գնամ ծառերի վրա իշխեմ։ Այն ժամանակ ծառերը որդին ասեցին, դու եք մեզ վրա թագավոր եղիր։ Որդն էլ նրանց ասեց, իմ Աստված ու մարդկանց ուրախացնող գինին թողեմ եւ գնամ ծառերի վրա իշխեմ։ Այն ժամանակ ամեն ծառերը գնացին դժնիկի մոտ, փշի մոտ, փուշ, տատասկ, դժնիկի մոտ։ Այն ժամանակ գնացին դժնիկին ասեցին, դու եք մեզ վրա թագավոր եղիր։ Դժնիկը ծառերին ասեց, եթե դուք իրավ ինձ ձեզ վրա, դուք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք իմ հովանիի տակին նստեք, եւ եթե ոչ դժնիկից կրակ դուրս կգա եւ Լիբանանի եղևնիներին կայրի։ Այսինքն եթե այստեղ ես ուզում եմ մի քիչ խրթնաբանության տեսքի բան կա, բայց ես ուզում եմ մի քիչ փորձենք ընկալենք, հասկանանք։ Տեսեք, ստացվում է, թզենին իր համը գիտեր, ձիթապտուղը իր համը գիտեր, խաղողը իր համը գիտեր։ Եվ նրանցից ոչ մեկը չլսեցին ծառների առաջարկած իրանց ձևի մեջ մտնելու տարբերակին, որտեվ այս աշխարհը տարբերակ է առաջարկում, դու այսպիսին եղի, դու այսպիսին եղի, դու այսպիսին եղի, աշխարհը ձև է տալիս մեզ, ձևաչափ է տալի եւ մեզ առաջարկում է, որ դրա մեջ մտնենք։ Բայց Աստված մեզ հատուկ այսպիսին է ստեղծել։ Բայց քանի որ մենք չգիտենալով մեր պոտենցիալ են ներսից բխող թե թզենին ինչ զորություն կարա տա սննդակարգ ու նույնիսկ մենք մարգարեական խոսքի մեջ տեղ ունենք, որ ասում է չորացած թուզը դրեցին վերքի վրա եւ բժշկություն եղավ։ Ճիշտ է, այդպիսի բան կա։ Աստծո խոսքն է այդպես ասում։ Ձիթապտուղը յուղ, օծություն կարա փոխանցի։ Ճիշտ է։ Հաջորդը խաղողը ինչ պարարտություն, ինչ հոգու ներկայություն, ցնծություն կարա բերի։ Բայց քանի որ մենք չենք կարողանում ընկալենք մեր անելիքների բաժինները, մենք կարող է տարվենք այս աշխարհի ձևաչափին եւ բնազդաբար մտնենք այս աշխարհի կերպարի մեջ, լինենք եկեղեցում եւ լինենք աշխարհի կերպարի ձևաչափի մտածելակերպի մեջ եւ սկսենք մեր շուրթերին թույլ տալ, որ նրանք խոսան բաներ, որ մեր բնույթից չեն բխում այդ խոսացածները։ Կարողանում եմ ձեզ ինչ-որ բան փոխանցեմ։ Ստացվում է, այս հասկանում եք, ասածը բարդ չեմ խոսում, չէ՞։ Պարզ է, ճիշտ է այս ամեն ինչը։ Նկատում ես, սա քո մասին է, սա կողքինիդ մասին չի։ Եվ տանը կամ հարևանության մեջ գտնված այն չափաշխարածների մասին չի։ Սա մեր մասին է։ Սա իմ մասին է։ Փառք ես Տեր քո ներկայության համար, շնորհակալ ենք քեզանից Հիսուսի անունով։ Հիմա մենք պիտի հասկանանք մեր տեսակը, մեր այն համը,
որը այսօր աշխարհը, թե եկեղեցին, թե աշխարհը քո կարիք ունի, որտեվ Աստծո խոսքը ասում է, պարգևները, մարդիկ, եկեղեցու շինության համար է Աստված ուզում օգտագործի մարդկանց։ Քեզ Աստված ուզում է եկեղեցու շինության համար օգտագործի։ Քեզ, հենց քեզ։ Բայց մենք մեր շուրթերին այնպիսի բաներ ենք թույլ տալիս, որ իրանք դրսևորվեն, որ ամբողջովին քանդ ու քարափ ենք անում Աստծո կառույցը, որ մեր համար շինել է։ Ես ավելի խորն եմ տանելու ձեզ, մենք գնալու ենք ավելի խորը։ Հիմա ես ուզում եմ ցույց տամ լեզվով գործած վնասները կամ ինչ կարող է անել, ասա իմ լեզուն։ Ինչ կարող է անել քո լեզուն։ Լեզվով գործած վնասների մասին եմ հիմա ուզում խոսամ։ Հակոբոս 3 գլուխ 4-ից 8 խոսքը։ Ահա նավերն էլ, որ այսչափ շատ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, որ կողմ որ ղեկավարի միտքը կամենա, այնպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Տես մի փոքր կրակը, որքան բան է վառում։ Մի փոքր կրակը կպցնում ես, ամբողջ տունը կվառվի։ Լեզուն էլ կրակ է, այդ անիրավության աշխարհքը, որովհետև այսպես է լեզուն դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինը ապականում է եւ կրակով վառում է։ Մեր գոյության անիվը ինքը բորբոքված է գեհենից, որովհետև գազաններին եւ թռչուններին, սողուններին, ծովում լինողների բոլոր նվաճումը նա նվաճվում է մարդկային բնությունից, բայց մարդկանց լեզուն ոչով կարող չէ նվաճել։ Մի անզուսպ չար է լցված մահաբեր թույնով։ Սա փաստ է, որտեղ մենք այս աշխարհի ձևաչափից ենք, այս աշխարհի ձևաչափից ենք մենք օրինակը կառավարում, այս աշխարհի տեսակից ենք մեր օրինակը կառավարում եւ չենք ընկալում, որ մեր մեջ զորությունը Աստված դրել է, որ մեզ քաջաբար իր գործը անի մեր միջոցով։ Ասա քո միջոցով, կողքինիդ ասա քո միջոցով։ Ես չեմ կարծում, հիմա այդպես չի, չէ, որ ձեր քունը չի տանում, չէ իմ խոսելուց։ Կա ժամանակ, որ քարոզիչ, օրինակ եղել է, ես քնել եմ ծառայության ժամանակ, այնքան անուշիկ էր քարոզիչը, որ պատկերացրեք իմ քունը ստանում էր, բայց ես չեմ հավատում, որ հիմա քնելու աստիճան ձեզ այսպես մի նոտայով եմ տանում, չէ, ես ձեզ ուղղակի քայլերով, զգուշությամբ գնում ենք, մենք այսօր շատ հրաշալի մի գործողություն ենք անելու Հիսուսի անունով։ Մենք դուրս ենք գալու այս իրականության մեջից, մենք ուրիշ տեղ ենք, ուրիշ հարթություն ենք տեղափոխվելու, եւ այս աշխարհի իշխանը սարսափահար է եղած, դռան կողքը կանգնած սարսափահար է եղած, այսպես տալիս է իր գլխին, ասում է, այսինչ զուլում բերեցի ես իմ գլուխը, թե ոնց թողեցի ես մարդկանց, որ խի եկան այստեղ ընդհանրապես, բայց մեկը կապ չունի, Հիսուսը հաղթել է, ես չասեմ, ուրիշը կգա կասի, որտեվ Տիրոջ ծրագիրը ձեր համար, դա պիտի կատարվի, ուրիշ տարբերակ չկա այս աշխարհի վրա, Հիսուսն է Տերը, ամեն։ Հիմա եկեք ես մեկ պարզ օրինակ եմ բերում, ուրեմն, մենք մեր շրջապատում ունենք շատ ընկերներ, շատ մարդիկ, ուրեմն, որ իրանք դժվարությունների, նեղությունների միջով են անցնում, կան մեր եկեղեցու մարդիկ, որ մեր կողքն են, մենք իրանց տեսնում ենք, եւ ինքը դժվարությունով անցնում, կան այդպիսի մարդիկ, մենք տեսնում ենք, մեր քույրը, մեր եղբայրը դժվարությունով անցնում, կան այդպիսի մարդիկ, մեր աշխարհում ընկերներ, բարեկամներ ունենք, որ տեսնում ենք, իրանք դժվարությունով են անցնում, նեղությունով են անցնում, կան այդպիսի մարդիկ։ Խնդրում եմ, անկեղծ ու ազնիվ եղի, գնահատական ունես իր մասին քո կարծիքների մեջ, դու գնահատական ունես, դու գիտես, թե ինքը խիատ ենք։ Տեսեք, Հոբը 19-րդ գլուխ առաջի խոսքից 4-րդ խոսքերը։ Եվ Հոբը պատասխանելով ասեց, այդ լավ, մի րոպե շարունակենք, մենք խոսում ենք սա մի բանի մասին, որ Հոբի պատմությունով չգիտի։
Ով չգիտի Հոբի պատմությունը, շատ լավ է, փառք Աստծուն։ Դե եկել են ընկերները մխիթարելու, բժշկելու համար, ինչ ասես բերել լցրել են խեղճի գլխին։ Ինչքան մեղադրանք, այտենց խոմ դու գիտես, չէ, իրանք խոմ գիտեին, թե Հոբ եղբայրը ընկել է դժվարություններ, որ արդարել էր, որ տես չէր ելնի իր գլխին, չէ, կա չէ տենց։ Հոբը պատասխանելով ասեց. «Մինչև երբ պիտի վշտացնեք իմ հոգին եւ ինձ փշրեք խոսքերով ձեր»։ Մինչև երբ։ Մինչև երբ։ Մինչև երբ պիտի վշտացնեք իմ հոգին ձեր խոսքերով, այն Հիսուսը որ ասեց թողել պտուղ չուտի, բայց ինքը գիտեր խի ասեց, բայց մենք այնքան ժամանակ դատարկ ձևերով ենք այտենց բաներ անում, այնքան ենք կոտրում մեր, հեսա ես ժամանակը մի քիչ հասնենք կգանք մի տեղ, որ կտեսնենք մեր կյանքն ենք մենք այտենց անում։ Երրորդ խոսքը, ահա 10 անգամ ինձ մեղադրեցիք, չեք ամաչում, ինձ ապշեցնում եք, եւ եթե ես իրավ սխալմունք եմ արել, ինձ մոտ կմնա իմ սխալմունքները։ Թողեք ես իմ Աստծո հետ ապրեմ, էլի ինչ եք ուզում ինձանից։ Համարյա թե այդպես է, չէ ասում։ Հիմա տեսեք Հոբի 6-րդ գլուխը ինչ է ասում, 6:14։ Հալումաշ եղողին ողորմություն է պետք իր բարեկամիցը, թեև նա ամենակարողի վախն էլ թողած լինի։ Եղբայր ջան, այդ քո գրքում է գրած, հա իմ գրքում է գրած։ Քո գրքում էլ է գրած, բայց որ դու էդի կարդացել ես, ինձ արագ անցել ես, չես նկատել, որ տես բանա գրած։ Հալումաշ եղողին, որ քո կողքը, քո եկեղեցու մեջ է, կամ քո աշխարհիկ ընկերներն են, սատանան հախից գալիս է։ Հալումաշ եղողին ողորմություն է պետք իր բարեկամից, թեպետ այդ մարդը Աստծո ողորմություն, Աստծուն էլ է դավաճանել Աստծուն, չգիտեմ ինչ արել, թողել Աստծուն։ Հալումաշ եղողին ողորմություն է պետք իր բարեկամից, թեև նա ամենակարողի վախն էլ թողած լինի։ Ես հիշեցի հենց նոր հիշեցի այն այս լույսերի ստեղծագործողին, հայտնություն ստացողին, անունը մոռացա։ Էդիսոն, այո, Էդիսոնը, բոլորդ եք ճանաչում, Էդիսոնը։ Երբ որ իրան դպրոցից մի բացիկ են տալիս, գիտեք երևի այդ մասին, բացիկ են տալիս, ասում են տար ծնողների տուր, տանում է ծնողին է տալիս, մայրը կարդում է լացելով, ասում է, ի՞նչ է գրած, մամա ասում է, գրված է, որ ձեր երեխան այնքան խելացի է, որ մեր դպրոցը մենք այտենց ուսուցիչ չունենք, որ իրան այտենց սովորացնի, դուք տանը իր հետ վարժացրեք, աշխատեք իր վրա։ Ու տենց մեծանում է ինքը տենց գիտնական հայտնագործող մարդ է լինում։ Հետո մի օր այդ նամակը հասուն տարիքում արդեն մայրը մահացած իր ձեռքն անգնում, գրված է լինում, որ ձեր երեխան թերի է, մենք մեր դպրոցում չենք կարող ձեր երեխուն սովորացնենք։ Դրա համար դուք ձեր տանը ձեր երեխուն դաստիարակեք։ Բայց պատկերացնում եք Էդիսոնի մոր խոսքի զորությունը, քաջալերանքի, հավատքի, խոսքի զորությունը, ինչ փոփոխություն բերեց մարդը, մեր բոլորիս աշխարհի վրա։ Սաղմոս 64, մի հրաշալի, մի պայծառ, մի անուշիկ խոսքեր, որ իրանց լեզուները սրում են թուրի նման եւ պատրաստում են իրանց նետը, այսինքն դառը խոսքը։ Երեմիա 9:8 Մահաբեր նետ է նրանց լեզուն, նենգություն է խոսում բերանով, խաղաղություն է խոսում իր ընկերի հետ, իսկ իր սրտում դարան է պատրաստում նրան, այո։ Ես շատ անգամ եմ ինձ բռնացրել այս խոսքի մեջ։ Ես ինձ շատ անգամ եմ այս խոսքի մեջ ինձ բռնացրել։ Սաղմոս 52:2 Քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում։ Գիտեք, ես չեմ ուզում շատ օրինակներ խոսամ, որտեղ ես հասկանում եմ, մենք այս ամեն ինչի մեջ երկու տարբերակ ունենք, բռնացնենք մեզ
Եվ ասենք, այ ճիշտ է, սկզբում ասեցի, որ կողքինից ասեցի, Արուս ասեցի իմ համարա, բայց սաղ դու ես սրա մեջ։ Խնդրում եմ, փորձեք գտնել ձեզ։ Գիտեք ինչ ասում, քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում։ Սաղմոս 57:4 Իմ անձը առյուծների մեջ է, ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ։ Նրանց ատամները նիզակ են, նետ են, նրանց լեզուները սրած թուր են։ Իմ թանկագին հարգելի Ստեփանավանի եկեղեցի։ Ես վստահաբար համոզված եմ, եթե դուք այսօր ձեզ բռնեք ու բերեք լույսի առաջ, այսօր դուք ձեզ բռնեք այսպես, հավաքեք ձեզ եւ ասեք երբեմն եղել եմ այս իրավիճակների մեջ, երբեմն կառուցել եմ մի բան, հետո տվեք քանդել եմ, կտվել, որ ինչպիսի առակի տեսքով կա, չէ, ովը կտվում է, հետո քացով խփում, թափում է վեդրոն, կաթի։ Մենք շատ անգամներ մեր ընտանիքի հետ կապված հարցերում, մեր տան հետ կապված հարցերում, մեր ամուսնու մեջ տեսնում ենք, երբ որ ես մեր եմ ասում, քույրիկների բերանից եմ ասում, հասկանում եք, էլի շատերը կարող են լսեն, սխալ ընկալում հասկանան։ Մեր քույրիկները իրանց ամուսինների մեջ տեսնում են հոր խասյաթը, աղբոր խասյաթը ու տալի քանդում են իրանց տունը։ Կանայք տեսնում են ամուսինների թերությունները, ամուսինները տեսնում են կանանց թերությունները։ Եղբայրները մեկը փոքր է, մյուսը մեծ է, նախանձին են տեղ տալիս, սկսում են խոսել։ Հայոյանք հրյաների մեջ, հայոյանք բառը պարտադիր չէր հայոյանք, այսօրվա մեր ընկալած հայոյանքը լինի։ Այն ինչը որ սրբության դեմ խոսք է հռչակվում, դա հայոյանք է համարվում։ Այն ինչ որ սրբության դեմ խոսք է հռչակվում, դա հայոյանք է համարվում, հարգելներս։ Մենք պետք է ճշմարտության հետ հաշվի նստենք։ Դուք ուզում եք մի բան ունենաք, որի համար դուք չեք ուզում կերպարանափոխվեք։ Գիտեք եկեղեցին ինչի համար է։ Աստվածաշունչը ստեղծել է եկեղեցին, գիտեք ինչի համար։ Եկեղեցում էս ծառայողներ է դրել, գիտեք դուք այդ մասին, 5 պարգևները դրել է, ուսուցիչ, հովիվ, եկեք հովվից գամ, հովիվ, ուսուցիչ, առաքյալ, ավետարանիչ եւ մարգարե։ Այս 5 ծառայությունները գիտեք ինչի համար է դրել։ Խնդրում եմ, ով կասի ինչի համար է դրել։ Մի քիչ համարձակ եղեք, որ հասկանամ ես շարունակեմ։ Որ մենք Քրիստոսին նմանվենք, եկեղեցու շինության սուրբերի կատարելության Քրիստոսի հասակը ունենանք, նմանվենք Քրիստոսին։ Հիսուսը մի հրաշալի օրինակ բերեց, ասեց, բայց դուք կեղծավոր եք, ասեց։ Այդ ինչի եղանակները քննել գիտեք, որ նայում եք, ասեք անձրևա լինելու, հեսա արև այսօր լավ օր է լինելու, բանը քամին գալիս է, գիտեք որ ժամանակին չալնում, ինչի հոգևոր բաները չեք ուզում քննեք, համաձայն եք այդպես ասեց, հիմա այնքան վախենալի ես ասեմ ձեզ, կեղծավորներ, սաղդ կոշիկներով, ձվեր, տոմատներ, սունկեքով կարող է այսպեսի զայրույթից ամեն ինչ, մենք Հոբի պատմությունը կարդում ենք, մենք գիտենք մի հավերժություն, մի կյանք տառապել է, հետո հետ է եկել, մի հատ երկրորդ կյանքն էլ է տառապել, հետո հետ է եկել, նոր երրորդ կյանքին, նոր այն մյուս երեխեքն են ծնվել, չէ, այդպես չի եղել, կարճ է եղել, բայց մենք նոր հնչեց, որ այս եկեղեցին 30 տարվա եկեղեցի է, չէ, նոր քույրիկը ասեց, որտև առաջ երկրորդ, երրորդ ապաշխարումներ տարիների չտեսա, ուրեմն 30 պլյուս է, բայց կարծես թե մեր կյանքերը նորոգություններ չեն ընդունում, քավ լիցի, որ ես իրավունք վերապահեմ ձեզ մեղադրեմ, ով եմ ես,
Աստծո սիրուն, ես ոչ մի բան իրավունք չունեմ։ Ես ուզում եմ ձեզ լույսի մեջ բերեմ։ Այսպես։ Ես ուզում եմ ձեզ բերեմ այսպիսի լույսի մեջ, ձեզ նկարեն եւ դուք տեսնեք ձեզ այս լույսի մեջ։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ես ուզում եմ դուք գաք լույսի մեջ։ Ճշմարտության լույսի մեջ տեսնեք ձեզ, հասկանաք Աստծուն, հասկանաք Տեր, բա ի՞նչն է պատճառը, որտեղ է խնդիրը, ինչ պիտի ես անեմ, որտեղ մենք հրաշալի եղբայր ունենք Պողոս Առաքյալը, ինքը հրաշալի կերպով, հենց Տերը հանդիպում է, իր սխալի մասին խոսում է, ասում է Տեր ինչ ես ուզում ես անեմ, բայց մենք դժվարանում եմ ասեմ, որ մեզանից մեծամասնությունը միանգամից այդ քայլը ասել է, Տեր բա դու ինչ ես ուզում, որ ես անեմ, Տեր բա դու ինչ ես ուզում, որ ես անեմ, որ մասերում ես ուզում, որ ես փոփոխության ենթարկեմ իմ անձը, ճշմարտություն, որի հետ պետք է մենք միշտ հաշվի նստենք, Հակոբոս 3-րդ գլուխ 2-րդ խոսք, որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենքս, այո, շատ բաներով մեղանչում ենք, սիրելիներս, այդպես չի, որտև Աստվածաշունչը առաջի Հովհաննեսի թղթում ասում է, Աստված անիրավ չի, եթե դու մոտենաս խոստովանես ու դարձի գաս, նա անիրավ չի, կների քեզ, կսրբի քեզ իր որդու Հիսուս Քրիստոսի արյունով, բայց այստեղ Հակոբոսը 3-րդ գլխի 2-րդ խոսքը ասում է, որովհետև շատ բաներով մեղանչեցինք ամենքս, եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ Այսինքն, եթե մեր կյանքերում փոփոխություններ կա, հիմնակարը Աստվածաշունչը ցույց է տալիս, խոսքով ենք մենք ընկնում փոսի մեջ մնում այդտեղ։ Ճիշտ եմ ասում հովիվ։ Ճիշտ եմ ասում ժողովուրդ, այսպես է չէ խոսքը ասում։ Այսինքն հիմնակարը, մեղքի առիթի հիմնակարը խոսքն է։ Ճիշտ եմ ասում հարգելիներս։ Մենք հիմա մոտենում ենք շատ կարևոր տեղերի։ Հակոբոս 1:26 Լյովա ջան, խնդրեմ։ Ես շատ կուզեմ սա Եթե մենք կարողանայինք բարձրաձայն բոլորս կարդայինք ու միաբերան գնացինք եթե մեզանից մեկը կարծում է թե Աստվածապաշտ է եւ իր լեզուն չսանձահարե այլ իր սիրտը խաբե այնպիսի մարդի Աստվածապաշտությունը զուր է Անդրանիկ եղբայրես ինչ շարի մեջ ենք ընկել Այս ինչ հանցանքի մեջ ենք մեզ բռնացնում, այս ինչ հանցանքի մեջ ենք մենք այսօր մեզ բռնացնում, հարում է շուշուտ է սանձահարում, շուշուտ, խնդրում եմ այդ համարձակը, որ իրան միշտ հիշում է, որ ինքը միշտ սանձահարում է իր լեզուն, շատ եմ խնդրում, թող իր ձեռքը բարձրացնի, փառք ասուն, այս ինչ հերոսների բանակ ենք, փաստորեն, սա քարոզը իմ համար է Փառք Տիրոջի, ես ուզում եմ, որ այդպես լինի։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե Աստվածապաշտ է եւ իր լեզուն չսանձահարի, այլ իր սիրտը խաբի, այնպիսի մարդի Աստվածապաշտությունը զուր է։ Փաստորեն, մեր լեզուն, մեր Աստվածապաշտության վրա քար է գցում։ Մեր աստվածապաշտության կերպարի վրա ցեխ է շպրտում։ Մեր լեզուն, մեր տունը քանդում է։ Մեր լեզուն, մեր կյանքն է քանդում։ Մեր լեզուն փչացնում է ամբողջ մեր կերպարանքը, որ Քրիստոսը մեզի կառուցում է, շինում է, սարքում է, ու մեկ էլ մեր լեզուն դուրս է գալի Բամիա չասեմ սիրտս հանգստանա, գնաց ալիքները որսալով ու չարչարվել, գինես վճար է հավաքել, պահել ես, սարքել ես, կառուցել ես,
ու փչացնում ես այդ ամեն ինչը։ Բայց հետո գալիս ենք եկեղեցի, ասում ենք, այ մի հատ լավ հովիվ ա եկել, մի հատ ծառայող ա եկել։ Ես միշտ գիտեք ինչ եմ ասում, այսպեսի օրինակ եմ բերում։ Ես իմ համար եմ ասում, ձեզ չէ, դուք սուրբեր եք, ես միանշանակ վստահ եմ այդ մասին։ Ես ինձ մի անգամ ինձ այսպես բան ասեց, անընդհատ ասում էի, կլինի մի հատ իմ համար աղոթեն, կլինի մի հատ իմ համար էլ աղոթեն, կլինի այ դուք էլ այն մարդն մի հատ աղոթեք էլի իմ համար։ Հետո մի ծառայող գիտեք ինչ ասեց, հա լավ ասեց, ամեն անգամ գնա, թող քարոզիչ իր տակ ձեռները դնի քո սառը գլխին։ Ինչ, մի քիչ հետո էլի սառելու է գլուխդ։ Սա ճշմարտությունն է, հարգելիներս, մեր կյանքը վկայում է դրա մասին, մեր կյանքը խոսում է դրա մասին, մեր առօրյան խոսում է դրա մասին, մենք չենք խոսում, ես Հոբին պատահական չբերեցի Հոբի փորձության ժամանակացույցը, այնպես չէ, որ մենք օրեր չենք ունել, ես նախորդ անգամ ձեզ պատմեցի, որ համբալություն էլ եմ արել, այսպիսի օրեր էլ եմ ունեցել, այնպիսի օրեր էլ եմ ունեցել, պարտքեր ենք ունեցել, նեղություններ ենք ունեցել, տառապանքներ ենք ունեցել, ամեն ինչի համը գիտեմ ես ինչա, ամեն ինչը գիտեմ, բայց մենք երկար չենք տարին, տասնյակ տարիներ, այդեն սաղ կյանքս չի, էդի պիտակ չի իմ ճակատին կպցրած, պատկերացնում եք ինչի մասին է խոսում, այսօր իմ կյանքը, որ ես լռեմ, իմ կյանքը վկայում է Հիսուսի լույսի մասին, որ ինքը իմ կյանքում կա, ես այսօր բեմից ուզում եմ, սա բերեմ ձեզ վկայության տեսքով, որ ձեր կյանքը ես ուզում եմ, որպես վկայություն սփռվի ամբողջ աշխարհի համար, Հիսուսի անունով, ճիշտ եմ ասում Հովիվ ջան, Փառք Տիրոջ, այսօր մենք ինչ պիտի անենք, պիտի ապաշխարենք, որտև այս խոսքը քեզ էր պատկանում, դու ես այսպիսին եղել, դու ես զգացմունքներին տեղ ես տվել և շպրտել ես, բաց ես թողել քո խոսքերից, քանդել ես, փչացրել ես քո այգին, կործանել ես քո հնարավորությունները, քո շրջապատի մարդկանց խոցել ես, ով է քո բարեկամը, հիշում եք մենք սկզբում ասի, ինչպիսի կյանք ես ուզում ունենաս, լավ ընտանիք, լավ բարեկամ, բայց արեք տեսեք մենք մեր խոսքերով մեր ընտանիքը ջախ-ջախել ենք, մեր տան անդամներին կործանել ենք, կոտրատել ենք, փշրել ենք, վնասել ենք, շատ ընկերներ կարայինք ունենայինք, չունենք մեր լեզվի պատճառով, շատ մտերիմներ չունենք, որովհետև մենք փչացրել ենք մեր այգիները, շատ հարևանների հետ հաշտություն չունենք, որովհետև դառն ենք եղել, դառնին դառն ենք պատասխանել, ճիշտ եմ ասում, Փառաբանության խումբը կխնդրեմ բարձրանալ, ճիշտ եմ ասում, հարգելիներ, գիտեք ինչ պիտի անենք այսօր, մենք պիտի ապաշխարենք, բայց ճշմարիտ ապաշխարություն եմ ես ձեզանից ուզում, շատ եմ խնդրում, եթե այս ասած խոսքերի մեջ, քեզ որևիցե մեկի մեջ տեսել ես, բռնացրել ես, որ դու եղել ես այդպիսին, խնդրում եմ քեզ, շատ եմ խնդրում, մի հատ մտածի նորից վերցանի, հասկացի ու որոշում կայացրա, դու ուզում ես, որ էլ այդպիսինը չլինես, խնդրում եմ մտածեք, ես ասացի շուրջ մտածեք, հասկացեք, ես ասած խոսքերի մեջ, ձեր խոսքերով մարդկանց վնասած, ձեր կյանքերում, ձեր հարազատների կյանքերում խոսքեր բաց թողած, ձեր կյանքում անհույսություն, հիասթափության, վիրավորանքների, տառապանքների, մեղադրանքներ ուրիշներին, ձեր խոսքերը, որ շաղել եք, բաց եք թողել, դուք գիտեք, որ դուք այդպիսի եղել եք, թե ոչ, հիմա ես ուզում եմ, որ դուք որոշում կայացնեք, դուք ուզում եք, որ այդպիսին չլինեք, ուզում եք այդպիսին չլինեք,
Ոչ թե սովորության համաձայն, որ միշտ ապաշխարում ենք այդպես ապաշխարել, չէ։ Ես ուղղակի հստակ հարց եմ ուղղում, որ քո պատճառով շատերը վիրավորված են։ Քո պատճառով շատերի սիրտը քանդ ու քարափ է եղել։ Քո պատճառով շատերը կարող էին այս տան մեջ լինեին, չեն։ Քո պատճառով։ Եթե դու քեզ այդպեսին համարում ես, եթե դու զգում ես, որ քո մոտ կա այդ բացը, խոցելիություն ունեցել է սատանան, քո վիրավորանքների, ինչ պատճառների հաշվին քո բերանը, այդպեսին է եղել մի որոշ ժամանակ, խնդրում եմ քեզ, մի թեթև նշան տուր, որ ես իմանամ, որ դու քեզ համարում ես այդ մեղավոր մարդը։ Եթե դու քեզ համարում ես այդպիսի, որ դու ուզում ես, որ դու նորոգվես, փոխվես, բժշկվես, եթե դու ուզում ես քո շուրթերը Աստծո սրտի երազած շուրթերը լինեն, դու Աստծո խոսքը հռչակող սուրբ այն ջրի աղբյուրը լինես, դու լինես մի մարդ, որը բաց կթողես կենդանի ջրեր, որը կյանք կլինի, այն պտղատու ծառերի օրինակը կխնդրեմ դնեք այստեղ։ Եվ դու քո պտղաբերությունը կգտնես Քրիստոսի մարմնի մեջ, թե դու թզենի ես, թե դու ձիթենի ես, թե դու խաղողենի ես, որդես։ Եվ դու երբ որ ճշմարիտ ապաշխարություն վերապրես Քրիստոսի մարմնի մեջ, երբ որ դու սկսես հսկել քո շուրթերը, Աստծո հոգին հրաշալի կերպով քեզ այնքան գեղեցիկ ցույց կտա քո պարգևը, քո կոչումը, քո կարողությունը, քո զորությունը որն է։ Եվ դու չես որոշի, չես ուզենա այս աշխարհի այդ կերպարը գործածես։ Ինձ բազմաթիվ անգամ ծառայողներ մոտենում են, քանիսդ գիտեք ես հովիվ եմ, ով գիտի որ ես հովիվ եմ։ Ինչ հրաշալի է, ես հովիվ չեմ, հարգելներս։ Շատերը ինձ մոտենում, ասում են հովիվ ջան, ասում են հարգելիս ես հովիվ չեմ, բայց ես գիտեմ իմ համը, ինչպիսին է Աստված ինձ օգտագործում։ Ես գիտեմ իմ գործը, ես գիտեմ Քրիստոսի մարմնի մեջ, ով եմ ես գիտեմ ես ով եմ։ Եվ Տերը այսօր քեզ ուզում է ձեռք է մեկնում, Տերը այսօր ձեզ ձեռք է մեկնում, ցույց տալու համար, որ գիտեք, այն ծուղակը, այն խավար բաները, այն խավարը, որ եկել թաքնվել է ու ինքը խանգարում է, որ քո կյանքը բացվի, Աստծո խոսքը հորդա քո վրա, հեղեղի պես թափվի քո վրա, քո մոտ խնդիր ունես։ Ես այսօր ուզում եմ, որ մենք այսօր մեր որոշումը այնպես ներկայացնենք երկնքին, մեր Տիրոջը, մեր Հորը, որ հիշում եք ձեր ապաշխարությունը, ամեն մեկը հիշեք ձեր ապաշխարությունը, վերստին ծնունդի ապաշխարությունը, այդպիսի կտրուկ փոփոխություն պիտի լինի այսօր ձեր կյանքում, որ դու այն մարդուն, որ դու հիշես նորից իրա չար բաները, սխալները, մտքումդ կա, որ դու նորից խոսես, տեսնես աղբյուրը, գործարանը փակվել է արդեն, էլ չի արտադրում, էլ չկա այդ ամբախ զամբախ խոսքերը, հազար ներեգություն, դուք եք սովորեցիք այդ բառերը, ես բայց ճշգրիտը դա է, ուրիշ համապատասխան բառ չկա դրան, որ երբ որ դու նորից ուզենաս մի դառը խոսք բխեցնես քո սրտից, տեսնես գործարանը փակվել է։ Գիտեք, շատ անգամ մեզ թվում է, թե տխրության մեջ ենք ապաշխարելու։ Ոչ, այսօր ուրախության մեջ ենք ապաշխարելու։ Այսօր մեր կողքինին ասելու ենք, ինչ որ ասիր սկզբում է, ճիշտ է իր ասե ինձ էր վերաբերվում։ Այո, շատերը եղան, որ ձեռք չբարձրացրին, ես գիտեմ այս եկեղեցին սուրբերի եկեղեցի, ես չեմ կասկածում, բայց ես գիտեմ, քո սրտում բան կա,
բան կա, որ դու պետք է Տիրոջը հայտնի անես։ Եվ դի պետք է դու նորոգվես։